Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը տոնեց 100-ամյակը։ Կրթօջախը հոբելյանական օրը նշելու համար հյուրընկալ դռներն էր բացել համայնքային մարզային իշխանությունների, շրջանավարտների, սաների, հյուրերի առաջ։ Ուղիղ 1 դար առաջ հիմնադրվեց առաջին 7-ամյա դպրոցը, որ տարիներ հետո դարձավ առաջին միջնակարգը։ Նախասրահում հյուրերը նախ ծանոթացան նրա 100-ամյա կենսագրությանը, այնուհետև վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված անկյունում հարգանքի տուրք մատուցեցին։ Շնորհակալություն ազգիս հայոց, հիշը հավորվեցի գալիցյան արքայի կյանքով։ Ինձ համար մեծ պատիվ է լինել 100-ամյա դպրոցի տնօրեն։ Նաև մեծ պատիվ է, որ ինքս եղել եմ այս դպրոցի սան և պատվով եմ կատարում իմ առջև դրված յուրաքանչյուր աշխատանք։ Իսկ 100-ամյակի հետ կապված ասեմ, որ 1925 թվականի հոկտեմբերի 15-ին է առաջին անգամ հնչել Կապանի 7-ամյա դպրոցի առաջին զանգը։ Պարզապես ինչ-ինչ բերումով մի քիչ կազմակերպչական աշխատանքների հետ կապված միջոցառումը այսօր որոշեցինք տոնել։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Զարուհի Հայրապետյանը կյանքի 30-ից ավելի տարիները նվիրել է դպրոցին։ Այսօր վառ հիշողություններով է մտնում ջերմ պատերից ներս, արդեն որպես կրթօջախի ամենատարեց կին։ 90-ամյա մանկավարժը ափսոսանքով է հիշում հարազատ մարդկանց, որոնք ցավոք չկան։ Առաջինը դասական թվական է, մեկը քանակական, մեկը սուսկ թիվն է ասում, առաջինը որակն է ասում, առաջին բառը պարունակում է նաև որակ։ Դպրոցը առաջին էր ոչ միայն քանակով, այլ որակով նաև առաջին դպրոցն էր, ճիշտն ասած, ուրիշ էլ չկար, որ համեմատեինք լավն էր թե վատը, բայց ընդհանրապես առաջին նշանակում է ամենալավը, եթե առաջին դպրոց ամենալավը, եթե առաջին շենք ամենալավը, եթե առաջին մարդ ամենահաջողակը, մի խոսքով առաջին էր իր որակով, իր էությամբ։ Եվ այսօր շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ, այս ուժեղ, այս զոր դպրոցը 100-ամյակ է տոնում և Աստված դա շատ ամյակներ տոնի։ Սերունդներ տաղող կամուրջ ես դարձել և քո սրբացած իմաստուն հունով հայոց դպրության ամրոց ես դարձել։ Ներկաների խոսքով կրթական օրանը պահպանել է ավանդույթները, հազարավոր շրջանավարտներ այսօր տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած անվանի մասնագետներ են։ Ես ուզում եմ անկեղծորեն շնորհավորել բոլորին, շնորհավորում եմ ձեզ պարոն Փարսյան, որ Կապան քաղաքը ունի 1 տարյա պատմություն ունեցող դպրոց և շնորհավորում եմ բոլոր կապանցիներին, որովհետև հենց այս պատմություններն են, որտեղ թաքնված է այն հարցի պատասխանը, որը հուզում է հիմա բոլորին, թե ինչու է Կապանը այդքան տարբեր լավ իմաստով, իսկ տարբեր է, որովհետև այստեղ ապրում են կրթված և կրթությունը գնահատող մարդիկ։ Սյունիքի մարզպետը պարգևատրեց դպրոցի պատմության կերտման գործում ավանդ ունեցած տնօրեններին, շրջանավարտներին և ուսուցիչներին։ Մեր դպրոցում հաջողությունները մեկը մյուսին հաջորդում են, ունենք բազմաթիվ օլիմպիական աշակերտներ։ Հիշում եմ 8 տարի առաջ, երբ առաջին անգամ մտա այս դպրոց, 411 աշակերտ էր սովորում, այսօր արդեն դպրոցն ունի 519 աշակերտ։ Ունեցել ենք օլիմպիական աշակերտներ, շատ հաջողություններ ենք ունեցել, բայց ամենահիշարժանը 2024-25 ուսումնական տարին տարարված էր մշակութային տարի և մեր դպրոցը ճանաչվեց հաղթով։ Ինչպես իրենք են ասում, 100 տարի հայ դպրության հզոր ամրոցում շատերին հարազատ կրթօջախի բազում հաջողությունները դեռ առջևում են։